Այս տեման բարձրացրեց, ես ասելիք ունեի, որց ունեցած եմ մի շարունակություն լինի, գուցե հետաքրքիր լինի։ Ես բազմաթիվ անգամ խոսում եմ, որ իրենք ոնց է, իմ տղաները գնացել, բոլորի շատերի տղաներն էլ եւ տունն են, որ կյանքս գտամ պետության, չէ՞։ Վերջերը շատ են խոսում, չէ՞, ինչ խոսում ես, ասում եմ, բատաղաները զոհվեցին, բա ինչի համար, զոհվի, բա ինչի համար, ես չգիտեմ, շատ-շատերն են դրա մասին, երկու շատ-շատերն են դրա մասին խոսում, որում սա հարց է, ինչի համար մի տղան պիտի զոհվի, այլեն նա երդում ուտի, դա է, ստեղից է սկսում պետությունը, հետանության մեջ չկա համընդհանուր համաձայնություն, ինչի համար երիտասարդները գնան զոհվեն, մենք ունենալու ենք ինչ որ ունեցել ենք 1914 թվականին, երբ որ չգիտեմ ովքեր որոշել են, որ լավ կլինի այդ տղաները գնան Օսմանյան բանակ, գրվեն եւ արդյունքում ունեցական որ բոլոր այդ տղաներին հավաքեցին, կոտորեցին եւ ժողովուրդն հետո գնան գնաց։ Ինչի համար որտեղ պարզ չէ, ինչի համար տղաները զոհվի։ Ուղղակի մարդիկ չգիտեն ինչ անեն, ես տենց եմ կարծում։ Հիմա նույնը սա է, երբ որ խորհրդային գիտեք շատ էական է, էլի իրավունքներից, ես դա իրավունք եմ կոչում, համաձայնություն իրավունքների շուրջ։ Դրանից է սկսում պետությունը։ Եթե դա չկա ոչ մի բան։ Ինչու եք մենք ասել այս վիճակին, ինձ համար պարզ է դա, որովհետև մեզ մոտ չի ստացվել համաձայնություն պետության շուրջ։ Պաստ է, խորհրդային միություն լուծվեց, խորհուրդը որոշեց, որ պետք է հայաբնակ երկու տարածքները խորհրդային կազմում գոյություն ունեցող ստեղծել մի պետություն, հետագայում էլ գնա անկախություն հայտարարել։ Դա շատ պարզ են, կամ պարզ բան է, երկրում էր թե սրա շուրջ կա համաձայնություն։ Ես կարծում եմ, որ սրա շուրջ համաձայնություն չի կայացել։ Եվ շատ դժվար կարող է կայանալ այն վիճակում, որում այս որոշումները ընդունում են, շատ դժվար։ Չի դիտակցվել, որ իրավունքն է ուժը, ինչի որ իրավունքը հստակեցված չի, և դրա շուրջ չկա համընդհանուր համաձայնություն, մնացած բոլոր գործողությունները անհիմն են, երբեք ոչ մի արդյունք իրենք չեն կարող բերել։ Ով էր խոսում դրա մասին, որ գոյություն ունեցող հայկական տարածքները Լղիմը և Սովետական Հայաստանը խորհրդային սահմանադրությունով է ստեղծվել։ Այդ խորհրդային սահմանադրությունը վերացել է։ Հիմքը որն էր այս տարածքների, սեփական օրենքը չէ, սեփական օրենքը լիներ։ Չլավ դա, շատ կարևոր է։ 89 թվականին կարծես համաձայնություն եղավ, որ այս երկու միավորները մի պետություն են ստեղծելու, որոշումներ ընդունեցին, 89 թվականին ասում չեղավ, պես չի, մա շատ են դրա մասին, շատ խոսում։ Տասանակներ շարունակ թաքցնում են այդ ամեն ինչի, հիմա ասում են, չգիտեմ, թաքցրել են Արցախը, Ադրբեջանին թաքուն են պահել, իրեն Մինսկի խումբը ստեղծել են, որ Հայաստանի պետությունը չկայանա, ինչ ասել խոսվում է հիմա։ Դա էական բան չի, էական են է, որ չի կայացել։ Եթե չի կայացել, հարց է չէ, ծակում շատ է հետաքրքիր, եթե չի կայացել, ինչ է եղել, ինչ է Հայաստանը այն ժամանակվա, և ինչ է այսօր Հայաստանը, որպես պետություն, ես դա է որովհետև մինչ այդ ինչ է եղել, բոլորս գիտեք, երբ խոսքով ասեմ, ռուս թագավորը, պարս թագավորի պայմանավորվել են, որ վերադարձնեն հայերին մի դատարկված տարածք, 17-րդ դարում, շատ խոսում են, պետք է ավելի շատ խոսել, շատ հավասի դատարկված տարածք։ Եվ այդ Նիկոլայ Առաջինի խոսքերի կա, որ եկեք ստեղ, բնակեցեք, կապրեք միասին,
եւ անվտանգ։ Եվ կլինի արդար, որովհետեւ ես կտամ հող, մշակը կապրեք։ Այսինքն հայերի համար ստեղծվել է ռեզերվացիա, շատ կարևոր է, դրսից հայերի համար եւ կոչվել է հայկական մարզ։ Եվ մարդիկ ովքեր որ եկել են այդտեղ, եկել են այդ մտքով։ Բոլորը ասում են մենք գնում ենք Ռուսաստան, Ռուսաստանում մեզ հող են տվել, չէին ասում Հայաստան, մենք գնում ենք Ռուսաստան։ Հիմա բարափոխվել դրանից։ Ես կարծում եմ մինչև նոր, ոչ թե նոր, որևէ համաձայնություն այս տարածքում ապրող մարդկանց մեջ չլինի, սեփական օրենք չդառնա, գործում է այն, ինչ որ Նիկոլայ առաջինը արել է։ Այո, սա ռեզերվացիա է, որը մեր ժողովրդի ըստ պահվածքի համար ապաստարան է, ընդամենը ապաստարան, որ տվել են անվտանգ ապրելու տեղ։ Այդ փորձը մենք փորձեցինք հաղթել, հաղթահարել, որովհետև Ռուսաստանը հետագայում էլ 1921 թվականին Թուրքիային էլ ստիպեց համոզվի դրա հետ, որ պահվում է այս ռեզերվացիան։ Այդ մենք որ խոսում ենք Մոսկովյան պայմանագրի 25 թվականին, հետո էլ կարծի, դա այն է, որ համաձայնեցրել են, որ այս ռեզերվացիան մնում է, վայր այսը։ Այդ մտածողությունը բոլորի մեջ կա։ Մենք ասում ենք հայերը իրար ատում են, ամեն մեկ ասում դու ով ես, մեկը ոչ մեկ ինչի կարող ինքը խոսք ասի, որտեղ դու ով ես, եւ մարդը չգիտի ինչ ասի, ինքը ով է։ Ասում հայ ես եմ, ու հայ չգիտի ով ես։ Մյուսները ասում են սա ում տարածք է, այս ռեզերվացիայի բնակիչների տարածքն է, թե ամբողջ հայության տարածքն է, ոչ մի համաձայնություն չկա, բոլորը իրար դեմ կռվում են։ Կար մի շանս 89 թվականը հաստատել, եթե այդպես են որոշում մարդիկ։ Եվ կլիներ համաձայնությունը։ Այդ համաձայնությունը մի մասը մոտեցվել է եւ տղաները դրա համար են գնում իրենց կյանքը տալիս։ Ինքնաբանել Շուշին էր ասում, ես Հայաստանի քաղաքացի, Հայաստանի Հանրապետության սահմանադրության, ես ինչին, որպես Հայաստանին է ինքը Շուշին երթում, որ կյանքս գտամ, հարկաստո ապրում էր իր ընկերների շատերը չկան։ Դա ֆունդամենտալ հարց է։ Հիմա այսօր Հայաստանում դա չկա, ասածս դա է։ Այդ տարօրինական բանը ինչ է Հայաստանը, որ բոլորը ասեն այո, եւ ով ասեն ոչ, դա չէ Հայաստանը, դա դիտան։ Դա դիտան մարդուն, որնա, բայց ով ինչու ասում է։ Այս հարցերը եթե չլուծվի, մենք ընդհանրապես չենք կարող որևէ ուրիշ հարցերի մասին խոսել։ Ոնց ուզում է թող լուծվի, ինձ համար մեկ է։ Ասում էին ժամանակին, թող անկախության հրապարակով հերիքա մեր Հայաստանը։ Դու տենց լինի, բայց համաձայնություն լինի, հասկանում եք ոնց է, որովհետև այդ համաձայնությունն է, դա մեր ճշմարտությունն է։ Քանի որ դա չկա, բոլորը թշնամի են իրար։ Այս ապաստանում ապրող մարդիկ նույն մտածողությունը ունեն, ոնց որ ամերիկացի ունեցել են հարյուրավոր տարիներ, որտեղ նայել են ապաստարան ինչ-որ փախել են, ով որ բարուտեղ չուներ, գնացել են դե, հրացանները պետք է իրար կոտորում էին մինչև ի վերջո, եկան պահ, ասում որ ասեցին եկեք համաձայնվեք, երբ որ իրենք համաձայնվեցին եւ իրանք դարձան հրճակարանում տվեցին, պետության հիմքը դրեցին, այդ խուժան երկրում։ Շատ նման է ամերիկացիների, ոչ Ամերիկայի, ամերիկացիների պատմությունը հայերի պատմության, այս վերջին տարերի։ Այն մնացած պատմությունը, նա ուրիշ պատմություն է, չգիտեմ նա ինչ պատմություն է։ Բայց կա այս մեկը ռեալ է, քեզ հատկացրել են տարածք, դու համաձայնվել ես, եկել ես եւ ինչ ասում են, դա էլ անում են։ Ասում են ինչու են ռուսները սա են անում են անում, ինչու են հայերը ռուսներից կախվել, որտեղ ուրիշ ճշմարտություն չեն ստեղծել։ Մենք փորձել ենք դա ստեղծել։ Ղարաբաղյան պատերազմը առաջին ինչ էր, Մոսկովյան պայմանագրի, Քարսի պայմանագրի ոչնչացումն էր։ Այ ժողովուրդը ոչնչացվել է, պայմանագրի ասելա ոչ,
մեր ճշմարտությունը սա է, մենք հետ։ Հետո արդեն մոռացան։ Բեսպրեդելը սկսվեց, ամենասի հարցերը լուծել ենք, հարցերը պրծածը, հալանը սկսվեց, եկան ասեցին ձևի չի վերադարձեք, ձեր դեզերված է, ձեզ ես կան այդտեղված, հիմա այդ կամներ չեն ճանաչում, շատ կարևոր է, կամներ չեն ճանաչում, ասում են դա ձևի չի, Ադրբեջան է, և շարունակվել է, հիմա կարծում եմ ասածս պարզ է, որ պիտի ճիշտ տեղից սկսվեց, այն ինչ որ կոչում էինք նորոշում, երբևէ չի եղել, լրիվ Գեղծարարություն է, որ առաջի հանրապետությունում եղել է անկախության արճակում։ Շուն բանը չի է։ 18 թվականին ընդհանրապես ասել են, մենք հայկական տարածքների կառավարիչներ ենք, մեկը ով է, չի դες, ու եկան։ Երբ որ եկել է ժամանակ 19 թվականին ամսի 28-ին անկախություն հռչակեն, բոլորը գիտեք, որ պարլամենտը անհայտացել է, գրանցել է արձակուրդ, կառավարության որոշումով ասել են սա Հայաստանի Հանրապետությունն է, անգամ դա չեն արել, և բոլոր ելույթները կա, մարդիկ ասել են դա հիմարություն է, վտանգավոր է, ռուսը վաղը գալու է սենց, վաղը է սա, նրանք տեսնեք թուրքերի ինչ են ասում, կընդունեք, ինչ կա կտան, այդքան էլ կտան, միլիոն փաստաթուղթ կա, բայց մենք առավոտից որ ասում ենք Հայաստանի Հանրապետությունը ուշադրություն չի եղել Արնովազը վերջին 500 տարվա մեջ ինչքան ծետերը չի եղել, որ ես ազգը գա մի համաձայնության։ Սենց է տեսնում, կարող է անհասկանալի լինի, բայց կարելի է շարունակել, ես բազմաթիվ հոդվածներ եմ գրել դրա մասին, ռեակցիաները շատ քիչ են։ Մարդիկ նշանակություն չեն տալիս այս երևույթին։ Ասում են դա ինչ կապ ունի։ Ինչ կապ չունի։ Բալիևը ինչի մասին է խոսում։ Ամեն ելույթում ասում է, ես համոզում էի ամբողջ աշխարհին, որ սա իմ իրավունքն է, բոլորը ասում են ոչ, տենց չի, բայց մենք 15 տարում համոզել ենք, երբ որ ասել են այո, Արցախը, Ղարաբաղը դա Ադրբեջան է, մենք զենքով վերցրել ենք, հիմա իրենք բոլորն են ընդունում են, ամեն որ ասում են, մենք կրվում ենք իրավունքի համար, որ այսօր հայերը ծաղում են իրենց ներքին հարցերի համար ադրբեջանցիների վերադարձը չնարկում։ Այդ մարդը ամբողջ աշխարհին համոզելու է ստանա իրավունք, որից հետո այդ մարդիկ ոտով կարող են մտնել Հայաստանում։ Այսքան բաները մենք չենք հասկանում, ինչու, որովհետև մեր քաղաքական պրակտիկայում նման բաներ չկա, երբեք չի եղել։ Դրա համար ուրիշի արած ասում են թե Մարի Մարխոսում է, արդյունքն էլ է սա, մի քիչ էլ կարծել է,